գործողություն եք արել դրա մասին մի ասեք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվան մտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա էլ, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Խնդրեմ, մի րոպե, հեսա նեղանալու է, գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում ունենք նեղան։ Պարոն Սիմոնյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստել ես, դա քաղաքական դրամ է, իրավապահներին հատկացում է։ Երկրորդ դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք հենց դարձրեցիք երեք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել։ Սխալ է։ Այսինքն ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետք իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակահարել, տարբեր տեղից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակահարել է, ու դա մեր քաղաքական կապիտալ է։ Վերջում է տարել են նստացրել են, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմանները, ու մենք դա դարձել ենք մեր քաղաքական կապիտալը։ Դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա սաղ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտը վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, սենց բաներ են անում։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը այն է, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով մանգան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեվ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ է խոսում, ասում ենք, ես ինչի մասին է խոսում, իրան տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին այդ է մեր ամոթն է։ Խնդրեմ։ Ասում եք բռնապետ ոչինչ դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երկրի գործիչի ազգային ժողովում նրա ելույթները ավելի սուտ էին։ Հարգելիս, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասելու են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են, չի կարա այդպես բանել։ Չէ՞։ Շատ վատ դեպք կա, Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք հասցեատերով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է,
հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևոր։ Կարևորը, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ԿՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք հանրապետություն կուսակցության որոշմաններ, ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետքա պատասխանատվություն վերցնի իր վրա եւ հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Որտեղ եք շահարկել տարբեր աշխարհակահաղական մի խաղեր, հա? Որ ասում եմ ոչ եղնացի դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրանց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ մի հատ բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա բարձա չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք տենց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաստուղեց։ Այսինքն կապված այսօր հրապարակում կարճ հերքեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են մի րոպե շողից սպանել ես բոլոր մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանակ։ Չկա տես բան։ Սխալ են ասում։ Նման բան չկա։ Իդեպ հարցազրույցս